Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, ահա ավարտին է մոտենում Արարատյան շաբաթը եւ այսօր այս շաբաթ օրը Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին քրիստոնյա մարդիկ տոնում եւ հիշատակում են Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելնելը Խորվիրապից, որտեղ ինքը 13-ից 15 տարի ճգնում էր եւ այդ ելնելուց հետո մեր ազգը դարձի եկավ, արև իջավ, լույս իջավ մեր ազգի վրա, մենք ոսկեդար ապրեցինք, դարձանք իսկական քրիստոնյաներ, թագավորը, արքունիքը, էլիտան, ժողովուրդը ու այսօր մեր ժողովրդի երևի 99%-ը այդ մասին ոչ մի բան չգիտի, երիտասարդության մեծամասնությունը անհաղորդ է, մեծերը անհաղորդ են այս գեղեցիկ տոնին, մեր ազգի պատմության այս ամենակարևոր դրվագներից մեկին։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսը շատ սթափեցնող լուրջ խոսքեր ունի, ասում է այդ սուրբերը, որոնց դուք տոնում եք, հիշատակում եք, որոնց վրա դուք ձեր հույսը դնում եք, իրանք են, որ ձեզ դատելու են դատաստանի օրը։ Շատ կարևոր բան է, որ մենք իմանանք։ Մի անգամ Պետրոս առաքյալը Տեր Հիսուս Քրիստոսին հարցրեց, ասեց. Տեր, ասեց, մենք այս ամեն ինչ թողեցինք, տուն, տեղ, ամեն ինչ թողեցինք, գործ, եկանք քո հետևից, մեզ հետ ինչ կլինի։ Տեր Հիսուսն ասեց, որ չկա մեկը, որ թողնի տուն, տեղ, հանուն ինձ եւ շատ ավելի բան չստանա գալիք կյանքում, հազարավոր տուն, տեղ եւ այլն, եւ ասեց. Իսկ դուք պետք է նստեք Իսրայելի ցեղերի 12 աթոռներին եւ դատեք ժողովրդին։ Պողոս առաքյալն էլ ասեց, դուք չգիտեք, որ սուրբերը դատելու են մարդկանց դատաստանի օրը։ Մի անգամ, երբ որ հրեաները վիճաբանություն էին ունենում Տեր Հիսուս Քրիստոսի հետ, նրանք ասացին. Մովսեսն է մեր առաջնորդը, մենք Մովսեսին մենք հույս դրել բան, Տեր Հիսուսն ասեց. Ես չեմ, որ ձեզ ամբաստանելու եմ դատաստանի օրս հոր առաջ, այլ ասեց կա մեկը, որ ձեզ ամբաստանելու է, Մովսեսն է, որ ձեզ ամբաստանելի է։ Դուք գիտեք Տեր Հիսուս Քրիստոսի ինչու 12 առաքյալներ ունեցավ, որովհետև Իսրայելն ուներ 12 ցեղեր, եւ այդ 12 առաքյալները պետք է նստեին 12 աթոռներին, ինչպես մենք տեսնում ենք Աստվածաշնչում, որպեսզի դատեն Իսրայելի 12 ցեղերին։ Մի շատ սուրբ մարդ կար 20-րդ դարում, Նիկոլայ Սերբացի, դուք իր մասին երևի ոմանք լսել են, ինքը գրել է Պատերազմ եւ Աստվածաշունչ գիրքը, որը ամեն հայ մարդ լավ կլինի, որ այս օրերին կարդա, թարգմանվել է, վաճառվում է։ Ինքը ասում է, որ ամեն ազգի լավագույն զավակները դատելու են այդ ազգին։ Լավագույն զավակներով ասելով ինքը ի նկատի ունի այդ ազգի սուրբ մարդկանց։ Օրինակի համար Իռլանդիայում Սուրբ Պատրիկ անունով մի մարդ կար, որը իր կյանքը դրեց, որպեսզի իռլանդացի ժողովուրդը ժամանակին դարձի գա ապաշխարի ու դարձի գա Քրիստոսին։ Անցել են երկար տարիներ։ Աշխարհում կա Սուրբ Պատրիկի օր, Ամերիկայում շատ մեծ օր է, Եվրոպայում նույնպես։ Այդ օրը դարձել է մենակ ուտել խմելու օր, կանաչ գույնի շոր հագնելու օր, որովհետև իռլանդացիները սիրում են կանաչ երկիր է, եւ իռլանդական գարեջուր խմելու օր։ Սուրբ Պատրիկի մասին ոչ մի բան չգիտեմ, բայց Սուրբ Պատրիկը դատաստանի օրը ելնելու է եւ դատելու է իռլանդացի ժողովրդին, ասելու է. դուք ինչ ժողովուրդ եք, ինչի թողեցիք Քրիստոսին, ինչի դարձաք անհավատ ու կռապաշտ ժողովուրդ։ Նույնպես էլ մեր պարագայում Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Գայանեն, Սուրբ Հռիփսիմեն, որոնք իրենց կյանքը եւ իրենց կույսերը, որոնք իրենց կյանքը դրեցին մեր հայոց ազգի դարձի ու ապաշխարության համար, դատաստանի օրը ելնելու են եւ դատելու են մեզ ըստ Քրիստոսի խոսքի, ըստ Պողոս առաքյալի խոսքի, Աստվածաշնչյան խոսքերի, որ սուրբերը դատելու են աշխարհի վերջում իրենց ազգերին։ Հիմա տեսեք, սիրելի ժողովուրդ, ստեղ ոնց որ թե շատ ուրախ բան չկա, չէ՞։ Որտեվ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Գայանեն ու Սուրբ Հռիփսիմեն կարան գան եւ ասեն. հայ ժողովուրդ, դուք տենց մեծ ժողովուրդ եք, քրիստոնյա աստվածապաշտ ժողովուրդ եք, ձեր երկիրը 300,000 քառակուսի կիլոմետր է, ձեր երկիրը Սև ծովից, Կասպյան ծովից մինչև համարյա Երուսաղեմ էր հասնում, դուք աստվածապաշտ ժողովուրդ եք, հիմա էս ինչ եք դառել, դուք ամեն ինչ սիրում եք բացի Աստծուց։ Ես ինչքան է փոքրացել ձեր երկիրը, ես ինչքան եք նվաստացել դուք, ինչու թողեցիք Քրիստոսին, ինչու թողեցիք Աստծուն եւ ընկաք ձեր մեղավոր ցանկությունների հետևից։ Դուք ամեն ինչ սիրում եք բացի Քրիստոսից։ Դուք սիրում եք ավելի շատ ուտել խմել, ավելի շատ շուն ու կատու, ավելի շատ ինտերնետ, ավելի շատ ունեցվածք, ավելի շատ մեծ խոսալ, քան թե Տեր Հիսուս Քրիստոսին։ Ու այսպես սուրբերը կասեն բոլոր ազգերին, որտեղ ամբողջ աշխարհում է նույն վիճակը։ Սերբիայում էլ օրինակ կար Սուրբ Սավան, նա էլ ելնելու է դատելու է սերբ ժողովրդին։ Ռուսաստանում, ասենք, Սերաֆիմ Սարովսկու եւ Սերգեյ Ռադրինժեսկու պես մարդիկ ելնելու են դատեն ռուս ժողովրդին։ Մեր սուրբերն էլ դատելու են մեզ, բայց մենք ինչքան բան գիտենք այս ամեն ինչի մեջ։
Ինչ են իրանք մեզ մեղադրելու, որովհետև մենք ամեն ինչ ավելի շատ ենք սիրում, քան Քրիստոսին։ Տեր Հիսուսն ինչ ասեց։ Ասեց, եթե դու մի բան ավելի շատ ես սիրում, քան թե ինձ, ասեց, նույնիսկ եթե դու քո պապային ու մամային ավելի շատ ես սիրում, քան թե ինձ, դու ինձ արժանի չես։ Տեսնում եք ինչ սթափեցնող լուրջ բան է, բայց մենք տեսեք, ինչքան բաներ ենք ավելի շատ սիրում, քան Քրիստոսին։ Մենք մեր հեռախոսների վրա ավելի շատ ենք ժամանակ անցկացնում, քան թե մեր աղոթքի վրա։ Մենք մեր ունեցվածքի վրա ավելի շատ ենք դողում, գնում ենք կիրակի աշխատում ենք, բայց պատարագի չենք մասնակցում։ Մենք դարձի ապաշխարության, մեղքերը խոստովանելու մասին ոչինչ չենք պատկերացնում։ Իսկ Քրիստոսն այս սուրբերը մեզ ասելու են, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որի տոնը այսօր մենք տոնեցինք, ասել է հայ ժողովուրդ, դուք ես ինչ եք անում։ Նույն մեղադրանքը սուրբերի կողմից գալու է նաև բոլոր եկեղեցականների, բարձրաստիճան թե ցածրաստիճան, քանի հոգու եք առաջնորդել դեպի ապաշխարություն, քանի հոգու եք պատմել երկնքի արքայության մասին, քանի հոգու մեղքերի խոստովանություն եք ընդունել, քանի հոգու եք ասել հետ կանգնիր աբորտից, կռապաշտությունից։ Եվ խոսելու են այս ամեն ինչի մասին, մենք բոլորս պետք է զգաստանանք։ Սուրբերը դատելու են իրենց ազգերին։ Տեր Հիսուս Քրիստոսն ասեց, եթե դու ինձ ամաչես մարդկանց առաջ, ես էլ քեզ կամաչեմ դատաստանի օրը Հոր առաջ, Հայր Աստծո առաջ։ Իսկ մենք այնքան պետք ենք ունենալու, որ դատաստանի օրը Քրիստոսն ասի, Հայր երկնավոր, այս ինչ մարդը ինձ է պատկանում, իմ մեջ է, ընդունիր իրեն, խնդրում եմ։ Բայց բարձրացնա որ մարդը ամբողջ կյանքում ամաչել է վկայելու իր հավատքի մասին, եւ Տեր Հիսուս Քրիստոսը կասի, ես էլ ամաչում եմ քեզ վկայեմ Հոր առաջ։ Երեք կարևոր բան, որ մենք պետք է հասկանանք, սիրելի ժողովուրդ։ Եթե դու ինձ ամաչես մարդկանց առաջ վկայել, ասում է Տեր Հիսուս Քրիստոսը, ես էլ քեզ կամաչեմ դատաստանի ժամանակ Հորը վկայել։ Եթե դու մի բան ես կյանքում սիրում ես ավելի ու հնազանդվում ես դրան ավելի, քան թե ինձ, որը որ կռապաշտությունն է, որովհետև դու դրան ավելի ես սիրում, քան թե ինձ, որ քեզ կյանք եմ տալիս, քո շունչը իմ ձեռքերի մեջ է, ուրեմն դու ինձ արժանի չես։ Եվ սուրբերն են, որ դատելու են ժողովրդին։ Այն սուրբերը, որոնց աղոթում ենք այսինքն իրենց բարեխոսությունն են խնդրում մեր աղոթքի մասին, իրենց օգնականությունն են խնդրում, այո, իրենք բարեխոսում են, իրենք օգնում են, բայց իրենք դառնալու են ասել են հայ ժողովուրդ, այս ինչա դարձել ձեր վիճակը։ Աբորտով սպանում եք ձեր երեխաներին, ամբողջ օրն ուտել խմելու մասին եք մտածում։ Ձեր ունեցվածքի մասին եք մտածում, իրար բախտ եք մաղթում, բախտավորություն եք մաղթում ճշմարիտ Աստծուն թողելուց, այս ինչ եք դարձել։ Ինչի եք դարձել սենց փոքր ազգ, սենց փոքր մի բուր ազգ, կռապաշտ ժողովուրդ, որ ձեր ազգի ընդամենը 1%-ն է գնում հաղորդվելու Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ինչու ուրացաք ճշմարիտ Աստծուն, հեռացաք Աստծուց, Աստվածաշունչ չեք կարդում, Աստծո խոսքը չգիտեք, ուստեղ այնտեղ խոսում եք թե Աստված իմ սրտի մեջ է։ Ինչու եք դարձել սենց։ Այ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Գայանեն, Սուրբ Հռիփսիմեն, իրենց պես մարդիկ, Սուրբ Տրթատ Թագավորը, այս մարդիկ, որ իրենց կյանքը դրեցին մեր ազգի դարձի ու ապաշխարության ու հզորացման եւ հավիտենական կյանքի համար, դատաստանի օրը այսպես մեղադրելու են ձեզ ու ինձ։ Սիրելի ժողովուրդ, դուք այս ձայնագրության մեջ այդքան ուրախ բաներ չլսեցիք, չէ՞, բայց սա ավետարանն է։ Ավետարանի մեջ գրված ասես բաներ, որ եթե դու ամաչես մարդկանց առաջ քո կյանքով վկայելու ինձ, ես էլ կամաչեմ դատաստանի օրը Հոր առաջ վկայելու քեզ։ Եթե դու մի բան ավելի շատ ես սիրում, մի իր, կամ չգիտեմ, քո երեխուն ավելի շատ ես պաշտում, քան թե ինձ, դու ինձ արժանի չես, Քրիստոսի խոսքն է։ Ու իմացի, որ հենց քո սուրբերը իրենք են, որ դատելու են քեզ դատաստանի օրը։ Ես այս մասին հատուկ խոսում եմ այսօր, որովհետև մենք այս ամբողջ շաբաթ սուրբերի ենք հիշատակում, ովքեր իրանց կյանքն են դրել մեր ազգի դարձի ու ապաշխարության համար։ Սա ավետարանն է։ Տեսակ որ փափուկ բարձ չկա, ուրախ բան չկա։ Եթե դուք այս ամեն ինչը լսեցիք, ուրեմն դուք ավետարանը լսեցիք։ Եթե դուք այս ամեն ինչը չլսեցիք, ուրեմն դուք ավետարանը դեռ չգիտեք։ Որովհետև այս ամեն ինչը լսելով մեր մեջ ավելանում է սուրբ երկյուղացությունը Աստծո նկատմամբ։ Մեր միտքը ցնցվում է, որովհետև ավետարանը ոնց որ մի հատ ամպրոպ լինի տիեզերքի մեջ։ Ավետարանը ոնց որ մի հատ փոթորիկ լինի տիեզերքի մեջ, որ պետք է գա ու ինչպես առաքյանների վրա փոթորիկի պես իջավ Սուրբ Հոգին, պետք է գա եւ պետքա փոխի մեր մտածողությունը, ապաշխարել նշանակում է փոխել մտածողությունը, ցնցել միտքը։ Եվ եթե մենք զգաստանանք, սթափվենք, հասկանանք թե ինչի համար այս ամեն ինչը կատարվում, այդ ժամանակ մենք կփոխվենք, մենք իսկապես կսթափվենք, կփոխենք մեր վարքը եւ այն ժամանակ նոր կգա ուրախությունը, որովհետեւ քանի դեռ մենք մեղքի մեջ ենք ապրում, մեղքը տանում է մահվան, մեղքը տանում է կործանման։ Տեր Հիսուս Քրիստոսն ասեց, մեղքի վարձը մահն է, այսինքն դու մեղք ես գործում, ինքը քեզ մահով է վճարում։ Մեղքի վարձը մահն է։ Քանի դեռ մենք մեղքի մեջ ենք ապրում, ու դու ասես հի հա, Աստված սեր է, ես ուրախ եմ, բան, չկա տես բան, խաբեություն է դա, սուտ է դա։
Դու պետք է սթափվես, դու պետք է ցնցվի քո միտքը, դու պետք է փոխես քո մտածողությունը, քո վարքը, քո հակու կապը, քո խոսալու ձևը, դու պետք է հրաժարվես հայությունից, դու պետք է արտասուք թափես ու զղջաս քո արած աբորտների համար, քո գործած բոլոր մեղքերի համար, մեկին խաբելու, մյուսին գցելու, այն մյուսի հետևից բամբասելու, այն մյուսին նենգելու համար։ Դու պետք է արցունք թափես, զղջաս այս ամեն ինչի համար։ Փոխվես, հասկանաս, Աստծո նկատմամբ երկյուղ ապրես ու մեղքի մեջ մեռնելով կանչես Տեր Հիսուս Քրիստոս անմահության լույս, փրկիր ինձ, փրկիչ աշխարհի։ Այն ժամանակ նոր կգա ուրախությունը։ Եթե դուք այս ամեն ինչը հասկանում եք, ուրեմն դուք լսում եք ավետարանը։ Իսկ եթե չէ, նշանակում է դուք ավետարանը չեք լսել։ Ու հիշեք այդ երեք կարևոր բանը, որ ավետարանն ասում է, Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, Աստված ասում է, եթե դու ինձ ամաչես վկայել մարդկանց առաջ, ես էլ քեզ կամաչեմ վկայել քո դատաստանի օրը, որտեղ որոշվելու է քո հավիտենական ապագան։ Ես կամաչեմ քեզ վկայել Հոր առաջ, եթե դու ինձ վկայես մարդկանց առաջ, ես էլ քեզ կվկայեմ Հոր առաջ։ Եթե դու մի բան, մի իր, մի ունեցված կամ քո ծնողին կամ քո զավակին ավելի ես սիրում, քան ինձ, ուրեմն դու ինձ արժանի չես, որտեղ դու պետք է հասկանաս, ինձ սիրելով է, որ դու այդ մարդկանց ավելի շատ ես սիրելու։ Եվ իմացի են բոլոր սուրբերը, որոնց դու տոնա կատարում ես ու իրանց կյանքի մասին ոչինչ չգիտես, վարք սրբոցը չես կարդում, ոչինչ չգիտես իրանց խիզախության մասին, թե ինչ են արել, ոնց են իրանց կյանքը դրել, որ դու հավիտենական կյանք ունենաս, օրինակ ունենաս, եթե դու այդ ամեն ինչը չգիտես, իմացի հենց այդ սուրբերն են, որ դատաստանի օրը նստելու են աթոռներին ու դատելու են քեզ։ Դե բարի օր սիրելի ժողովուրդ, եթե այս ամեն ինչը ձեզ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ, դուք եք կիսեք ձեր էջերին, որպեսզի հայ ժողովուրդը իմանա այս բաների մասին։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսին փառք, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։